Նման համեղ, փափուկ, տարբերվող միջուկով թխված քաբլիթներ այն էլ ջրով կարելի է պատրաստել միայն այս բաղադրատոմսով։ Սրանք պահքի, սիգարետ կամ գլանակ թխված քաբլիթներ են, որոնք պատրաստվում են շատ արագ։ Եթե ձեռքի տակ ունեք մեկ բաժակ ջուր և նույնքան բուսայուղ, եկեք միասին պատրաստենք։ Միջուկը շատ համեղ է, վերցնում ենք ծիրանի ջեմ և ընկույզ, այս թխված քաբլիթների համը հիշեցնում է կարակուլ թխվածքի համին։ Այնքան նուրբ ու քնքուշ են ստացվում, որ տան անդամները անտարբեր չեն մնում այս թխվածքի նկատմամբ, այդ պատճառով պատրաստեք միանգամից կրկնակի չափաբաժնով։ Միայն փափկությանը նայեք և թե որքան առատ միջուկ է դրված այս գլանակների մեջ, ինչպես կարող է համեղ չստացվել։ Դե ինչ բարեկամներ, ձեզանից ընդամենը մեկ լայք և բաժանորդագրություն, իսկ ինձանից համեղ թխված քաբլիթների բաղադրատոմս։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 200 մլ բուսայուղ և ջուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ և վանիլային շաքարավազ, ծիրանի ջեմ, ընկույզ և ալյուր։ Ջուրը պետք է լինի գոլ վիճակում, հեղուկ բաղադրիչները միացնում ենք իրար, ավելացնում ենք փխրեցուցիչ և վանիլային շաքարավազ։ Այս ամենը մի լավ խառնում ենք և մաղելով ավելացնում ենք 600-ից 650 գրամ ալյուր։ Բարեկամներ, եթե պահք եք պահում, անպայման հետևեք հայկական խոհանոց ալիքին, այստեղ կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Այս թխված քաբլիթների միջուկը կարող է լինել տարբեր, կարող եք վերցնել ջրեր, ընդեղեն կամ տարբեր տեսակի ջեմեր, կամ պատրաստել ինձ նման խառնելով ջեմը և ընկույզը, այսպես էլ շատ համեղ է ստացվում։ Սկզբից խառնում ենք գդալով, այնուհետև 1-2 րոպե հունցում ենք, հենց տարայի մեջ, պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Քանի որ խմորը պատրաստելիս չենք օգտագործում կաթնամթերք, օրինակ մածուն կամ թթվասեր, այդ պատճառով վերցնում ենք փխրեցուցիչ։ Այս բաղադրատոմսի մեջ խորտ չի տրվում փխրեցուցիչը փոխարինել սոդայով, այդ դեպքում թխված քաբլիթներից արտահայտիչ սոդայի համ կգա։ Հունցելուց հետո խմորը թողնում ենք հանգստանա մոտ 10-15 րոպե, այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում և պատրաստում ենք միջուկը։ 300 գրամ ընկույզը անց ենք կացնում մսաղացով, վրան ավելացնում ենք 150 գրամ ցանկացած տեսակի ջեմ և մի լավ խառնում ենք, ես օգտագործում եմ ծիրանի ջեմ։ Դասական տարբերակով սիգարետ թխված քաբլիթներ պատրաստելիս ընկույզի վրա միշտ ավելացնում ենք 1 ձվի սպիտակուց, այս դեպքում ծիրանի ջեմը կատարում է սպիտակուցի դեր և հավաքում է միջուկը։ Թխված քաբլիթները թխվելու ընթացքում միջուկը դուրս չի գալիս և թխուկները ունենում են իդեալական տեսք։ Դժվար է հավատալ, բայց ձեռքի տակ եղած ամենապարզ հասանելի բաղադրիչներով կարելի է ստանալ շատ համեղ, գեղեցիկ տեսք ունեցող խմորեղեն։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է ավելացնել 1 կիտրոնի քերած կեղև, ցիտրուսային երանգ ստանալու համար։ Ստացված խմորը բաժանում ենք 2 հավասար մասի և գնդում ենք, բացում ենք 1-1.5 մմ հաստությամբ։ Որպեսզի հեշտ լինի ձևավորել սիգարետ թխված քաբլիթները, խմորը գրտնագեք շրջանաձև։ Թանկագիններս պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Այս բաղադրատոմսով ստացվում է 20-ից 24 հատ գլանակներ։ Խմորը կտրում ենք ինչպես ցույց է տրված տեսանյութի մեջ և ձևավորում ենք։ Յուրաքանչյուր կտորի վրա դնում ենք 1 ճաշի գդալ միջուկ և գեղեցիկ փաթաթում ենք։ Ինչպես տեսնում եք, պատրաստվում է շատ հեշտ արագ տարբերակով, ընդամենը 30 րոպե և սուրճի սեղանին կունենաք շատ համեղ ընկույզով թխուկ։ Դնում ենք նախապես 180 աշճանտակացված ջեռոցը, թողնում ենք 15-ից 20 րոպե, մինչև գեղեցիկ համաչափ կարմրեն։ Թողնում ենք հովանան, վրան ցանում ենք շաքարի փոշի, քաղցրություն և գեղեցիկ տեսք հաղորդելու համար և մատուցում ենք, բարի ախորժակ։ Ինչպես նկատեցիք, այս շքեղ թխված քաբլիթները պատրաստվում են առանց շաքարավազ, ձու և կաթնամթերք։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ պահքի նման յուրահատուկ թխված քաբլիթների բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։